Հաջորդ զրուցակիցս լավագույն օրինակն է այն հայի, ով հաջողության հասնելով պատասխանատվություն է զգում նաև իր պատմական հայրենիքը հաջողության հասցնելու համար։ Ծանոթացեք ու ճանաչեք։ Վահե Գաբրաշ, շվեյցարահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար։ Լոզանի հյուրընկալության դպրոցի Գյումրիի մասնաճյուղի ստեղծման նախաձեռնող։ Պարոն Գաբրաշ, հայի համար ոչ ավանդական ազգանուն ունեք, ինչ գիտեք ազգանվան արմատների մասին։ Ուրեմն մեր անունը գուկա Գաբրաշ, ուրեմն Գաբրաշյան էր, եւ անգի առաջ կդած եմ որ Գաբրաս անունով գկոտնվին բնակավայր է այդպես է։ Այո, Տրաբիզոնդի մոդը հոնդերներով որ մեր ընտանիքը Գաբրաս է Պանին թուրքերուն թեմ արդեն գբայկարեին։ Այսինքն ենթադրում եք, որ ձեր ընտանիքի արմատները հենց այդ Գաբրաշ բնակավայրից։ Այո, այո։ Եվ արդեն ADN-ն ըրի Ամերիկա եւ կդանք որ հոնդերեն ենք եւ ճիշտ է։ Ցեղասպանությունից հետո ընտանիքը Լիբանան գաղթեց։ Բաբան Թուրքիա ծնած էր եւ Լիբանան կացինք։ Հոնդեր մամաս որ ծնած է Երուսաղեմ գտնված են Բերութի մեջ եւ հոնդեր ամուսնացան հոնդեր ծնեց 73 տարի առաջ ծնեցա։ Ինչով էր զբաղվում ընտանիքը, ինչ որ ընտանիքում ավանդական մասնագիտություն կար, որը սերնդեսերունդ փոխանցվում էր։ Շատ դակերքիր է, որտեվ իմ մեծ հայրս ժուրնալիստ եղած է։ Ինչ եք ասում։ Եվ Երևան թերթը ինքը բան գազագերված է, չէ, Բոլիսի Երևան թերթը։ Եվ վերջն ինքը եփորկացին Բերութ, մեծ հայրս սկսավ բանկայի գործ։ Եվ change շատ գներ։ Հոնդեր մեծ հայրս բանկա ուներ եւ մեծ բան օֆիս change օֆիս որ բան մեջ մտավ վերջն երբ որ 1950-ի ադեններ բզիկ խնդիրներ արդեն բախումներ եղան Լիբանանում, հա։ Ուրեմն բաբաս սավ իր հորը ես ընտանիքս բիդանեմ Զվիցերիա բիդերտամ Եվ հոնդերեն Զվիցերիա գնաց։ Նույնպես այնտեղ բանկային ֆինանսական գործունեությունը շարունակեց։ Այո, հոնդեր շարունակեց։ Ֆինանսական ոլորտում էր սկսվել ձեր կարիերան։ Այո, ֆինանսականով։ Բանկերում նույնպես։ Հոնդերը սկսա, երկու հատ բանտոկ ունեինք Ժնև, սկսա հոնդեր մանեջմենտը արի, բայց հետաքրքրված ուրիշ բան պետք ունեի, չէր բավերգոր ինձ համար, բաբանը սավ եկուր Մյուս գործին մեջը, հոնդերը սկսա բաբայիներ աշխատել։ Մյուս գործը ինչ էր։ Մյուս գործը բանկայի գործ էր։ Այսինքն կառավարում էիք դուք այդ բիզնեսը, թե աշխատակից էիք այդ բիզնեսը։ Չէ, մերինն էր անունը բաներ Գաբրաշ SA, որ մեր անունն էր, հոնդերը ասան եղավ։ Ֆինանսների ու զբոսաշրջության ոլորտներում մասնագիտացող ընտանեկան բիզնեսին միանալուց առաջ Վահե Գաբրաշը խորացված մասնագիտական կրթություն ստացավ, դառնալով հյուրընկալության ծառայությունների մենեջերի բակալավր ու տնտեսագիտության մագիստրոս։ Նա Ժնևում հյուրանոցային ցանց է ղեկավարել, այնուհետ զարգացրել է կարիերան դրամավարկային բնագավառում։ Եղել է շվեյցարական Գաբրաշ SA բանկի նախագահ, անշարժ գույքի կառավարումով զբաղվող Կոֆինոր ընկերության գլխավոր տնօրեն։ Թոշակի անցնելուց հետո Վահե Գաբրաշը վաճառելով Շվեյցարիայում ունեցած իր ողջ բիզնեսները կենտրոնացավ հասարակական ու բարեգործական գործունեության վրա։ Դուք համայնքում միշտ ակտիվ եք եղել համայնքային կառույցներում դեռ երիտասարդ տարիքից եք ակտիվ։ Հայրիկը նույնպես համայնքային կյանքով ապրում էր։ Հայրիկս հարգավ դարբերցով, որտեղ ինքը պետք էր սկսել իրեն գործը, ուրեմն ուրիշ պրիորիտեները ուրիշ էին։ Առաջնահերթությունները։ Հարգավ, ուրեմն իմիններս ուրիշ էին, որտեղ արդեն բաբաս ինձի թուրը բացած էր գործերում, 20-21 տարեկանի թուբրոցը վեճացած էր, բարեկամ մեգավ կովս։ Ասավ բարոն Գաբրաշ Գիտենք, որ թուբրոցը ըրած եկեք, մենք հոստեղ շիշ կեբաբ բիդնենք կարութին համար, եկուր մդիր կարութին մեջ, մեզի օգնե։ Կացի, անորվա իվեր, պանին մեջը ինգած եմ, ամանին մեջը ու որ դեպի, եւ պաներա Զվիցերիայի, հայ Զվիցերիա միությունին ադենաբեդը երա, 25 դարի բայեցի։
Վերջին հոնդեր հիմնադրամներ ունենք, որ գազմագված են զանազան մարտիկներ, որ այսօր մահացած են, եւ ուզած են ինձ մե, որ նախականը լամ այս հիմնադրամներուն, եւ դաստորչ դարի է, որ AGB-ին մեջն է։ Վահե Գաբրաշը Շվեյցարիայի հայ համայնքի ամենահեղինակավոր գործիչներից մեկն է։ Արդեն գրեթե կես դար նա ակտիվ մասնակցում է համայնքային կառույցների գործունեությանը։ Ժամանակին նա հայ ընդհանուր բարեգործական միության Շվեյցարիայի կառույցի ատենապետն էր ու մինչ օրս հանդիսանում է բարեգործականի կենտրոնական վարչության անդամ։ Գաբրաշը ղեկավարել է մի շարք հայկական հիմնադրամներ, որոնց թվում են Ալյանս Արմենիան, Հակոբ Թոփալյանը, Փիլիփոսյանն ու Փիլոյանը, Ազնավուրի հիմնադրամի անդամ է։ Մեր հայրենակիցը մասնակցել է Երևանում, Գյումրիում, Տաշիրում, Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերում, ինչպես նաև Սփյուռքում իրականացված խոշորագույն բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը։ Հայ առաքելական եկեղեցու բարերարներից է։ Հայաստանի զարգացմանն ու Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած ավանդի համար 2014 թվականին Վահե Գաբրաշը արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի։ Երբ առաջին անգամ եկաք պատմական հայրենիք, հիշում եք։ Առաջին անգամ եկա Հայաստան, երբ որ Հայաստանը դեռ սովետական բանի մեջներ, ամբողջ Շվեյցարիայի մեջ մեկ եկեղեցի կա եւ մեկ գետրոն կա։ Եվ Ժնև գտնվի։ Ուրեմն ուզեցինք, որ գետրոնին վրա թուֆ կարերը պակսվի բادرուն վրա։ Գերավերությունը գար հոստեր Հայաստանի, որ հաճուցած էինք թուֆ։ Մեզի նվիրեցին թուֆը անադենը եւ եկանք հոստեր Ժարդարաբեդին հետ, որբեսի ընդրենք թուֆերը, ինչ քույնտ բիտնենք, ինչ դեսակ բիդելա։ Պետք է ասեմ, որ շատ հուզված ով գա, որովհետև առաջին անգամն է, որ գմտնայի գոր Հայաստանի մեջ։ Դե իսկ երկրաշարժից հետո արդեն սկսեցիք լայնամասշտաբ բարեգործական ծրագրեր իրականացնել հայրենիքում։ Այո, երկրաշարժը երբ որ եղավ, արդեն անադենը դեռ ես ադենաբեդն էի հիմնական Շվեյցարիայի միությունին եւ գազագերբեցի մեկ հատ ասոցիացիոն, որ SOS Armenie գսեն օգնեք Հայաստան եւ երևակացը 1,200,000 ֆրանկ ժողվեց եւ 7 Անտոնով անադենվա Անտոնովները Ժնևեն Հայաստան եկան որ օգնենք հոստեր մեծ կորձ եղավ հոնդեր եւ զվիցերացիները տելևիզիոնով պաներին օգնեցին Հայաստանը 14 միլիոն ֆրանկ ժողվեցին Հայաստանի համար։ Նույնպես ասոցիացիայի միջոցով տեղ հասավ։ Մտան որբեսի գնանք օգնել, գիտեինք ուր ինչպես անել։ 5 հիմնադրամի ատենապետ եք դուք, հա, անուններներ չգիտեմ։ Փիլիփոսյան, Փիլոսյան, Արմենիա, Ալյանս, Թոփալյան, ինչով կզբաղվեն այդ բոլոր հիմնադրամները։ Ամբողջ հայերուն օգնությունն է։ Սփյուռքի հայերուն թե Հայաստանի։ Ուրեմն բանը Թոփալյանը Տոբրոցմո ունենք, որ մեկ անգամ շաբաթը բզիկները մանուկները գուքան Ժնևում եւ այս Թոփալյանն է, որ ամբողջ կվճարի։ Անիգա Թոփալյանն է։ Ֆիլիփոսյան Պիլոսյանը բուրս գուդան տրամ երդասարտներու, որ պետք ունին։ Կրթաթոշակ։ Այո։ Շնորհակալ գործ է։ Եվ հոստեր շատ գուդանք Հայաստանի մեջ մեզ մեգուզեն հայերը որ Հայաստանին բան Տոբրոց գնան ունիվերսիտետ գնան Եվրոպա մեզ մեագուզեն հոնդերա գուդանք եւ վերջեն բան Արմենիան ուրեմն շատ դուք ատենապետն եք Ժնևի կառույցի թե ամբողջ Շվեյցարիայի կառույցի։ Ուրեմն հիմա ես ելած եմ եւ աս հիմնադրամներն գսպարվիմ եւ մեր զանազան կորզեր հոստեղ Հայաստանի մեջ։ Վահե Գաբրաշը մասնավոր ներդրումներ է կատարել Հայաստանի համար հեռանկարային բնագավառներում։ Վայոց ձորում նա գործընկերների հետ գինեգործական ձեռնարկություն է հիմնել։ Նրա ֆինանսավորմամբ Արենի գյուղում էնդեմիկ խաղողի մեծ այգիներ են ստեղծվել։ Գինեգործության կենտրոն հանդիսացող Արենիում Գաբրաշի մասնակցությամբ հիմնադրվել է հողի ու ջրի հետազոտության լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս մարզի ֆերմերներին ստույգ պատասխաններ ու լուծումներ ստանալ
իրենց հողերի որակական հատկանիշների, բուժանյութերի միջոցով դրանց բարելավման ու մշակման արդյունավետության հետ կապված հարցերում։ Նորագույն սարքավորումներով հագեցած այդ լաբորատորիան լուրջ ազդակ դարձավ Վայոց ձորում գինեգործության զարգացման համար։ Գաբրաշի վերջին ներդրման արդյունքը եղավ Գյումրիում հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացումը։ Այդ հաստատությունը հիմնադրվել է իր ոլորտում ամենահեղինակավորներից մեկը համարվող Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։ Ակադեմիան պատրաստում է զբոսաշրջության ու ռեստորանային բիզնեսի կառավարման բնագավառի մասնագետների, որոնք կկարողանան եվրոպական մակարդակի կրթություն ստանալ առանց երկիրը լքելու։ Պարոն Գաբրաշ, իսկ Հայաստանում դուք դիտարկում եք այդ ձեր մասնակցությունը ներդրումը միայն բարեգործական ձևով, թե նաև ինչ-որ բիզնես կառույցներ եք այստեղ հիմնել։ Գիտեմ, գինեգործության բնագավառում փորձ ունեք։ Այո, որովհետև դպրոցը լազեմ չէ, օթելի դպրոցը որ ջար, քինի, բան, ուրեմն քինի շատ գսիրեմ, ուրեմն անադենը երբ որ հանդիպեցա բարոն Քոշկերյանը, ասի որ քինի մնանք միասին եւ շինեցինք աս օշին քինին, որ ջերմակ եւ գերմիր քինի է, որ ասիգա շատ լավ գծախվի հոստեղ միշտ սոլդաուտ գլլագոր էնդեմիկ տեղի այո, արենի խաղող եւ ոսկիատ խաղող ջերմագին համար։ Իսկ արտահանում եք Շվեյցարիա կամ այո, ամենտեղ պահանջված է հայկական գինին։ Այո։ Դե եթե գինեգործությամբ եք զբաղվում, պետք է նաև խաղող աճեցնեք։ Այո, բարեկամ ունիմ, որ եղբայրս եղավ ոստեղ, բարոն Խաչիկ Հակոբյանը, որ իրեն հետ նայեցանք հողեր արենի մեջ եւ քանի մատ հողարին ինքը դնգեց շատ լավ դեսակ խաղող եւ գուսամ որ քանի դարիեն պիտի գրնանք աս խաղողները կոծել որտեղ բզդիգեն 2-3 դարիեն պիտի գրնանք աղվոր կորզմը լալ որ ավելի օգնենք Հայաստանը։ Դե ուրեմն հաջորդ քայլը, եթե խաղող եք աճեցնում, ուրեմն հողի առողջացման խնդրով պետք է զբաղվեք։ Այստեղ էլ մասնակցություն ունեք։ Այո, լաբորատուարն ռինգ, որտեղ մտածեցինք, որ լաբորատուար չկա հոստեղ, լաբորատուարը որ հողը բանային, ինչ է դեսագը, ինչ հիվանդությունները բաներ, եւ դեսանք, որ գարելի է պետքությունը գլա, եւ լաբորատուար մշնեցինք, որ մենք օգնեցինք եւ հիմնադրամները Ժնևի հիմնադրամները հոսա բան դուվին, փոխտուվին, որբեսի գարուցենք աս լաբորատուարը։ Դե գինեգործության համար դա լուրջ ազդակ կարող է հանդիսանալ։ Շատ կարևոր է, հարգավ, մեր Զվիցերիա որ քինի շատ գնե, ամենտեղ լաբորատուարներ կան։ Գիտեմ, որ եւ դուք անձամբ եւ ձեր ղեկավարած հիմնադրամները բարեգործական ծրագրեր են իրականացնում մասնավորապես սահմանամերձ շրջաններում։ Այո, օրը Խաչիկ քյուրը կացինք եւ հոնդեր դեսանք որ պետք է որ ճիշտ սահմանն է պետք է ծևով as մարտիկներ որ Գաբրին հոնդեր թե sécurité մը ունենան անվտանգությունը այո եւ թե մնան հոնդեր որբեսի չերտան ուրիշտեղ չերտան ուրեմն հիմնադրամին նայեցան ինչ պետք ունին եւ օգնեցինք ճուրի ռեզերվները որ ամենտեղ գնա դարածվիլ ջրամբար այսինքն հա կառուցեցինք ահա եւ վերջեն ամբողջ լույսերին ամբողջ քրին մեջը եւ եկեղեցինա եչինեցինք քիչիկ մը վերը բանը այո լավչեր անիգա շինեցինք եւ այսօր գազեմ որ բարոն Խաչիկը ինձ ասա որ 100 դուն շինված է անադվնե իվեր ուրեմն հաջողություններ գիտեմ Գյումրիում շատ մեծ նախագիծ եք իրականացնում այսօր այն Լոզանի հայտնի հյուրընկալության դպրոցը որի շրջանավարտն եք եղել ժամանակին շուտով իր մասնաճյուղը կբացի Գյումրիում այո ուրեմն ասիգա երազմներ որ ունեի 30 տարի առաջ որ շինենք աս դպրոցը արեգամի մեջ Շարլ Էգլի անունով սկսանք նայել դպրոցիներ խոսիլ որ գնանք իդ դեսնալ աս պրոջեկտ որ Հայաստան բանանք ունտունեցին եւ եկանք ոստեղ եւ սկսանք Գյումրիի մեջ դեսանք որ Գյումրին
պետք է Գումրին երկրորդ քաղաքն է Հայաստանին, բայց պետք է զարգանա ավելի եւ դուք հոնդերը լավ գլար կդանք մեկ օթելը խոսեցանք դերին հետ որբեսի մեզի մաս մդա օթելին որբեսի անոր մեջը շինենք աստուբրոցը Այսինքն հենց չհեռանաս, հա, նույնտեղ սովորես այնտեղ որտեղ պետք է աշխատես օթելն է պիտի սորվի եւ պիտի աշխատի Հետարքիր է դուք ձեր ներդրումները շատ թիրախային եք անում հենց այն ոլորտներում, որոնք կարող են Հայաստանի տնտեսության համար հեռանկարային լինել։ Գինեգործություն, զբոսաշրջային ոլորտ, հա, պատահական չեք ընտրում։ Այսօր Հայաստանը 2 միլիոն տուրիստ կստանա։ Կվալիֆիկացիոնը պետք է բարձրանա, որովհետև չկար կվալիֆիկացիոն, տուրիստներ որ գուքան պետք է ետ կան։ Եվ պետք է շատնան։ Գուսան որ անիգա պիտի գնանքնել աս թուբրոցին հետ։ Պարոն Վահե, շատ շնորհակալ գործ եք նախաձեռնում ու ես շատ կուզեմ, որ մեր այս հաղորդումը վարակիչ դառնա մյուս հաջողված հայ գործարարների համար, որպեսզի իրենք էլ մտահոգվեն պատմական հայրենիքով, գան այստեղ եւ շարունակեն այն ամենը, ինչով դուք հիմա եք զբաղվում։ Շնորհակալ եմ ձեզ։ Շատ մերսի։ Պարոն Գաբրաշ, գիտեմ գինի շատ եք գնահատում, այս հրաշալի գինին Մանուկյան կոնյակի ու գինու գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է Անամոր աշխարհի հայերը, այս մեկը 100-ից 24-րդն է։ Մի լավ առիթով համտեսեք, իսկ գինու հետ շատ համեղ է Եվրոպայում մեր հայրենակցի հետ կողմից արտադրվող այս Մարլենկա քաղցրավենիքը։ Շատ մերսի, բանան։